մեծի իշխանություն հարաբերություններում այսօր Նիկոլ Փաշինյանը որպես փաստ գրել է, որ կաթողիկոսը զավակ ունի եւ էտենա հերկի ինքը անհերկելի փաստեր կներկայացնի, այսպես միջև ուր է գնալու։ Նախորդ հանդիպման ես այս առիթով ուրեմն ձեզ ընդամենը օրեր առաջ հարցազրույց տվել եմ եւ այդ մասով իմ տեսակետները նույնն են եւ անփոփոխ։ Պարոն Խուդակյան, բայց Փաշինյանն ըստ էության կոչ է արել, նա նշում է, որ հավատավոր ժողովուրդը պետք է հավաքվի եւ Վեհարանից դուրս անի Վեհափառին, այսինքն ցույցեր են իրականացվելու, բռնուժով հանելու եք նրան դուրս։ Եվ այդ քաղաքացիների մեջ դուք լինելու եք։ Որ քաղաքացիների մեջ։ Վեհարանից կաթողիկոսին դուրս անեք։ Ես կարծում եմ մեր նախարարությունը այդ իրավիճակում գործառույթներ չունի իրականացնելու։ Ես ասեմ որպես քաղաքացի եւ որպես քրիստոնյա մտահոգված եմ եկեղեցու հիմնական կարգերից մեկի խախտման կամ թվացial խախտման մասով կամ վարչապետի հայտարարությունից հետո արդեն խախտման մասով ես դրա հետ կապված կարծում եմ որ դա եկեղեցու ուրեմն կարևոր ավանդույթներից մեկն է, որ իմիջիալոց իշխանությունը չի բերե օրակարգ այդ դարերով փոխանցված ավանդույթը եւ կարծում եթե այնտեղ կա խախտում, դա պետք է ունենա հետևանք մնացածի մասով ես Պարոն Խուդակյան ներողություն Ես ասացի, որ մեր պլաններում, իմ պլաններում այդպիսի բան չկա, մեր նախարարության պլաններում այդպիսի բաներ չկան։ Ինֆորմացված չեմ հայտարարության մասին ձեզանից լսեցի, բայց ընդհանրապես այս մասին հնարքումներ արդյոք եղել է եւ առաջիկա մենք կարող ենք տեսնել, որ ակցիաներ է իրականացում, որովհետեւ Փաշինյանը ըստեյության կոչ արել ժողովրդին։ Ոչ նախարարությունում, ոչ կուսակցությունում գոնե իմ մասնակցությամբ, իմ ներկայությամբ այդպիսի քննարկում չեն եղել, կարծում եմ դուք հայեցողական եք մեկնաբանում։ Հասարակության շատ հատված ասում է, որ ըստ էության այս ամենը ուղիղ կապ ունի Վեհապարի Շվեյցարիայում տեղի ունեցած ելույթի հետ, նաև Ադրբեջանի պահանջների հետ եւ ըստ էության ԿՊ-ն 7 տարուց ավել է արդեն իշխանությանը եւ ինչու հիմա առաջացավ այս հարցը եւ սա կապում են ուղիղ Վեհապարի գործունեության հետ։ Նախ ծանոթ չեմ Շվեյցարիայում, եթե չեմ սխալվում, ասացիք այդ ելույթի բովանդակությանը, պիտի ասեմ, որ ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող ես տեղյակ եմ մեր նախարարության համակարգման ոլորտում հիմնական անելիքներին, իսկ դրանք այնպեսի շատ են, որ այո, հաճախ ժամանակ չի լինում հասկանալ Շվեյցարիայում ով ինչ բովանդակությամբ ելույթ է ունեցել։ Հիմա ասեմ Հայաստանի ներքաղաքական օրակարգում ցանկացած հարց, որը լինում է սկսած սահմանադրական փոփոխություններից, ընդդիմադիր որոշ շրջանակներ, ցավոք սրտի լրատվական ուրեմն տարբեր գործընկերների հետ համատեղ ուղղում են դեպի Ադրբեջան, այդպիսով արգելակելով նաև երկրում են process-ների իրականացումը, որոնք բնականon են, որոնք պիտի բխեն Հայաստանի Հանրապետության կարևոր շահերից, մեր պետության պետականության ավելի ամրապնդելու տեսանկյունից, այդպիսի դառը փորձ ունենք սահմանադրական բարեփոխումների մասով եւ հիմա կարծում եմ նույն շրջանակները այս հարցը ուղղորդում են այնտեղ, որտեղ որի հետ այս հարցը ընդհանրապես կապ չունի։ Այստեղ այդ նույն process-ը սկսվում է, այսինքն այս ամենը զուգադիպությունն է, ամեն անգամ այնտեղ այդ ինչ-որ մի պահանջ ինչ։ Ես ասացի արդեն իմ տպավորությունը, պիտի արձանագրեմ, որ տարբեր տեղերից տարբեր շրջանակներ շահագրգռված են Հայաստանի ինքնիշխանությանը հասնող վնասների մասով եւ չեմ բացառում, որ այդտեղ իմ ասած եւ ձեր ասած շրջանակների շահերը համընկնում են։ Գործնականորեն ինչպես է իշխանությունը պարզելու, օրինակ եթե ի վերջո հաջողվի, հա, կաթողիկոսին հեռացնել, նոր կաթողիկոսի ընտրությունը, որին իհարկե իշխանությունը չի մասնակցելու այլ եպիսկոպոսների, բայց ինչպես եք ընտրելու, ինչպես եք պարզելու նոր թեկնածուն, համապատասխանում է այդ բոլոր չափորոշիչներին, թե ոչ։ Հարգելի գործընկերներ, ես նորից պիտի ասեմ, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, այս դեպքում բարեբախտաբար տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բազմաթիվ ոլորտներից ոչ մեկի մեջ ձեր ասած հարցը չի մտնում եւ ես այդտեղ պիտի ասեմ, որ ներկայացուցիչի ոչ թե շատ լավ, թիմի անդամի մասով ասեցի նաեւ, որ կուսակցությունում իմ ներկայությամբ առնվազն այդպիսի քննարկումներ չեն եղել։ Ինչպես եք բարձելու, օրինակ X եպիսկոպոս արկել։ Եթե այդպիսի քննարկումներ չեն եղել, ինչպես իմանամ ինչպես են բարձելու։ Բայց պարոն Խուդակյան, դա
տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ու որոշ քպականներ ուղիղ 10 օր առաջ են քրիստոնեություն ընդունել եւ դարձել հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ինչու է նման տպավորություն արժանի, որովհետեւ ստատուսներ են գրում, այ մենք մտահոգված ենք մեր եկեղեցու SSSS հարցերով, ինչու հենց 10 օր առաջ էլի որոշեցին, արդյոք 10 օր առաջ են ի վերջո ընդունել սխալ տպավորություն է ձեր մոտ, այդ հարցի մանիպուլյատիվ մասի մեկնաբանությանը չեմ էլ ուզի նույնիսկ անդրադառնամ, որովհետև դուք նախորդ տարի դե հիմա հարց եք տալի, որի պատասխանը դուք գիտեք, հիմա նախորդ 1 ամիս առաջ, 3 ամիս առաջ, 8 ամիս առաջ հարցնում եք, իսկ ինչու է վարչապետ օրինակ տաղավար տոները շնորհավորում սաղմոսներ կարդալով, օրինակ հիմա դուք չեք տվել բազմաթիվ որովհետև դուք հիմա այստեղ խմբով եք եւ շատ մեծ է հավանականությամբ ինչու 10 օր առաջ ներողություն ինչու 10 օր առաջ եթե կոնկրետ հարց եք տալիս կոնկրետ պատասխանում եմ ոչ